Ես էլ անկեղծորեն մի քիչ զարմացող մարդ եմ, դա էլ աղուշ տալի, որ զարմանում ես, թե մարդիկ ինչ են կուտակվե այս կեղտոտ օդ ունեցող քաղաքում, լցվել են այդ հավաբներ հիշացնող շենքերի մեջ ու ապրում են։ Երբ որ վաճառելով իրենց բնակարանը, դրանք կարան շատ կարճ ժամանակում ապահովեն շատ ու շատ մեր գյուղերում ավելի լավ կենցաղ, ու ասենք թե գան քաղաք, երբ որ Օֆելիա Կամովոսյանը հրավիրի, գան քաղաք, կամ ասենք լավ ներկայացում լինի, որոշեն ընկերներին տեսնեն։ Այդ հարցի պատասխանը գտել եք, պարոն Սաղաթելյան, ինչու են մարդիկ, ինչու ենք կուտակվել քաղաքում։ Գիտեք, ինձ դա չի հետաքրքրում, անկեղծ ասած։ Ես ունեմ իմ խնդիրները կյանքում, ես ուղղակի զարմանում եմ, դե զարմանքս հաղորդում եմ ձեզ։ Եվ ընդհանրապես կարծում եմ, որ մարդկանց պիտի ոչ խորհուրդ տա, ոչ բան բացատրի, որտեվ մյուս շատ լավ ընկեր ունեմ, Անդրեյ Տարկովսկին, ասում էր, փորձը չի փոխանցվում։ Ես չեմ կարող իմ վերապրումները փոխանցեմ ձեզ։ Ոչ ոք չի կարող դա անել։ Հիմա ես ինչի եմ ուրախանում արևագալի ժամանակ, ես ոնց փոխանցեմ ձեզ։ Եկեք մի օր տեսեք ուրախանաք, թե կտխրեք, որ արևը գալիս է։ Ամեն օր արևագալը դիմավորում եք այգում։ Ոչ միշտ, բայց հիմնականում հա, արևը սպանում, քնում եմ նաև, որը քաղաքում չի հաջողվում, գնում ես քո մահճակալը, երբ որ արևը մայր է մտնում։ Իդեպ ասեմ ձեզ, որ մյուս ուժն էլ մեր լեզուն է, մեր բառերի կոդերը, օրինակ մահճակալ բառը, գիտեք, եթե անգլիացիները ասում են bed, ռուսները ասում են կրավաց, մենք ասում ենք մահճակալ, որ մի ուրիշ իմ լավ ընկերոջ մոտ, Եզնիկ Կողբացու մոտ ես հանդիպեցի, որ ինքը խորհուրդ էր տալի վանականներին, ամեն քնելուց վերապրել ու դա իրանց կյանքի վերջին օրն է, որ իրանք մահանում են։ Ու պատահաբար չի հենց այդ բառը մենք կոչում ենք մահճակալ, այսինքն եթե դու վերապրում ես ամեն օրդ որպես քո վերջին օր կյանքում, դա ամեն ինչ ընկնում է տեղը, դու ապրում ես լավագույն ու քեզ տրվում է այնքան էներգիա ուժ, ինչքան որ պետք է այդ օրվա համար։ Ու մեր լեզուն ընդհանրապես այս հանրային ռադիոն սիրում եմ, որտեվ ճամփ որ գնում եմ Երևանից Աղավնաձոր, հաճախ լսում եմ մի հաղորդում, անունը չեմ հիշում, բայց որ բառերն է բացատրում մեր ու ամեն շաբաթ չկա, ամիս չկա, ես որ հայերեն սկսել եմ գրել կարդալ 19 տարեկանում, դե ռուսական դպրոց եմ ավարտել, տենց է ստացվել, բանակում սկսեցի հայերեն գրել կարդալ, հիմի ամեն օր ապշում եմ ու զարմանում եմ մեր լեզվի խորության վրա, օրինակ մի քանի բառ ասեմ ձեզ, գիտեք, օրինակ այս մարմնի այս մասը անգլիացիների մոտ կոչվում է arm, որը նշանակում է զենք, ռուսների մոտ սա կոչվում է ռուկա, դրա համար իրանք ուզում են աշխարհով ռուկավադից անեն, անգլոսաքսոն ժողովուրդները ուզում են աշխարհը իշխեն զենքով, հայերի մոտ սա կոչվում է թև, որտեվ երբ որ մեր սիրած մարդկանց գրկում ենք, մենք թևերով ենք գրկում, մենք մի քիչ թևավոր ժողովուրդ ենք, բայց շատ տենց օրինակներ կարամ բերեմ, դրա մասին մի հատ նոր գիրք եմ գրում, իդեպ մի 6 հատ գիրք ունեմ գրած։ Հիմա դրան էլ կանդրադառնանք, հետաքրքիր է, շատ հետաքրքիր բաների մասն ենք խոսում, ոնց որ արդեն եղած իրողություններ են, որ բոլորս գիտենք, ոնց որ դրանց նոր հայացքով դիտելու հնարավորություն տակ, նոր ձևով նայելու, սա է ամենակարևորը ու հետաքրքիր է սպահին։ Կարևորը տեսանկյունն է, որտեղից նայես։ Նույն ժամանակի վրա, որ մենք նայում ենք, ես իմ տեսանկյունից եմ նայում ժամանակի վրա։ Քանի լեզու գիտեք, պարոն Սաղաթելյան։ Չէ, շատ չգիտեմ, հայերեն վատ, ռուսերեն էլի վատ, անգլերեն ավելի վատ, բայց կարողանում եմ այդ 3 լեզուներով էլ հաղորդակցվեմ։ Հիմա կոնկրետ հայերենով եմ, ուրախանում եմ, որ կարողանում եմ խոսալ։ Հրաշալի խոսում եք։ Հաշվի առնելով եթե 19 տարեկանում եք նոր սկսել սովորել, իսկապես հրաշալի։ Հա, հետո ապրել եմ, տարիներ եղել եմ Ուկրաինայում, հետո Ամերիկայում եմ ապրել երկար, վերադարձել եմ, ցավոք ժամանակ չեմ ունեցել ու չի եղել միտեղ, օրինակ ես շատ ուրախ եմ մեր Կոստան Զարյանի համար, որ ժամանակ ունեցավ գնաց էլի ռուսերեն տիրապետելով, եղավ Մխիթարյան միաբանությունում եւ տիրապետեց հայերին ու մեզ նվիրեց իր Արարատյան մարդի գաղափարը, շքեղ գաղափարը։ Բայց ամեն ինչ արժևում է, դուք էլ կարող եք փորձել, ես կարծում եմ, որ խոչընդոտ չկա դրան։
Եթե Աստված կամեցավ, սիրով։ Հավատ ունեք, մեծ հավատ ունեք։ Գիտեք, դրա համար ասում եմ նորից եկեք մի օր այգի առավոտյան, տեսեք արևը ինչի է գալիս, արևը ձեզ չի ուղարկում, չէ, հաշիվներ, ոնց որ էլեկտրոցանցերը, գազը, ինքը գալիս է, ձեզ լույս է տալի, ուրախացնում է, դա կարծում եմ մարդկային չի, դա գերմարդկային է, հետո ես երբ որ կարդում եմ Սուրբ գրքերն, դա ասում եմ, որ ես անձամբ ստեղծված եմ Աստծո կերպարով, համար ես ինձ սիրով ու պիտի լավ վերաբերվեմ, դուք էլ Օֆելիա ջան, ստեղծված եք Աստծո կերպարով, այո, դրան հավատալը լավ է, ես հավատում եմ լավ բաների։ Շնորհակալության զգացումը, երախտապարտության զգացումը այդ ամեն բացվող օրվա համար, ամեն այգաբացի համար օգնում է երջանիկ զգալ։ Իհարկե, այլապես ինչի իմաստը որն է ապրելու, եթե դու երջանիկ չես։ Այն չի, որ դժվարություններ չկան, եթե դու օրը 16 ժամ աշխատում ես ուրախությամբ, ուրեմն շատ լավ է։ Որ ալինում չես ուզում աշխատես, որն ալինում օրինակ մեր աշխատանքը հյուրերի հետ է կախված, մեր գինետանը Տրինիտիում, մենք հնդում ենք հյուրեր։ Օրինակ ես հաճախ ժպտում են հյուրեր, հարցնում են ինչ բերեն, զբոսագիդերը, ուղեկցորդները, ասում ենք թաշկինակ բերեք, որտեվ շատ մարդկանց մոտ մի բաժակ, երկու բաժակ գինուց, մի երկու պատմությունից էմոցիոնալ վերապրում ալնում, հուզվում են մարդիկ, որտեվ սկսում են հայտնաբերել բաներ, որոնք միջև է թվում էր ջրի երեսին են, բայց չէին տեսնում մարդիկ։ Ու իրոք շատ արդյունքներ եմ տեսնում ես, բայց դա փառքասու ուրախության արդյունքներ են, ու մարդիկ հասկանում են ինչ կապ ունի դրախտը, Հայաստանը, երկինքն ու երկիրը, ու ասենք թե ինչ որ բաներ հասկանում են, բայց մենք ոչ մեկին ոչ բան չենք սովորացնում։ Լավ գինի ենք տալի, լավ զրուցում ենք հետները։ Դիտակետն եք տալիս։ Հա, տալիս ենք, որտեղ երևի իրանք մինչև այդ առիթ չեն ունեցել այդ կետից նայեն։ Հրաշալի է։ Պարոն Սարաթելյան, խոսեցինք, որ ինչու չապրել քաղաքում, գյուղում ապրել, բայց ինչու հենց Վայոց ձորում, Տավուշն էլ է հրաշալի, Լոռին էլ, այ հետաքրքիր ձեր ընտրությունը հենց Աղավնաձորի։ Նախախնամության հարց։ 1828 թվականին իմ նախնիները իշնորհիվ Հայաստանը միացավ ռուսական կայսրությանը, այդ հատվածները մոտ 40,000 ընտանիք վերադարձան Պարսկաստանից, չէ, իրանց Պարսկաստանից, որ Շահ Աբասի ժամանակ իրանք արտաքսվել են երկրից, վերադարձան, մի մասը եկավ քանաքեր, որտեղ եւ ես եկա, եւ 1828 թվականից Դալակ Վարդանը, իմ պապը, այնտեղ եղել է Դալակ հայ եղել, Վարսավիլ, Բժիշկ, հետո իր թորը դարել է քանաքերի քահանան, Տեր Սաղաթելը, Տեր Վահանը, իր անունով էլ հենց մեր ազգանունն է կոչվել Սաղաթելյան, հետո տարբեր բաներ ալի եղել, օրինակ Տեր Վահանը կամ Սաղաթելը որոշել է հրաժարվել իր քահանայի կոչումից եւ դարել է հաշվապահ քանաքերում գրագետ մարդ է եղել, ունեցել է տղաներ, 3 տղա, բայց ինչ պատճառով 3-ն էլ գրեթե կորան երկրորդ համաշխարհայինի ինչի եմ այդ հիշում, որտեվ կարող եմ ճակատագիրը այլ կերպով լիներ, եթե իրանք մնային, եթե երկիրը չփոխվեր, կայսրությունները չքանդվեին, ես օրինակ լինեի քանաքերի քահանան օրինակ հիմա։ Բայց փոխվեց, ես էլ ընկա տարբեր տեղեր, հայրս էլ շատ բարդ ճակատագիր ունեցավ, դրսում էր ապրում, ես էլ կյանքի բերումով ապրել եմ տարբեր տեղեր, Չեռնոբիլի ժամանակ հայտնվեցի այնտեղ, չիմանալով որ ինչա կատարվում, 3 օր պաշտպանում էինք շուրջը, հետո պարզվեց բավական լուրջ ռադիացիայի չափաբաժին եմ ստացել, բայց փառք Աստծո ողջ եմ։ Հետո եղավնեց, որ գնացի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մոտ 8-9 տարի այնտեղ ապրեցի, տեսա շատ մազալու բաներ, շատ հետաքրքիր բաներ, շշմելու երկիր էր, հետո վերադարձա, կարող է իմ բարեկամներից ինչ-որ մի մասը Պարսկահայաստանից գալուց եկել են հիմնել են Աղավնաձոր գյուղը, հրաշալի գյուղ,